Ողջույն, շարունակվում են Կապան ֆեստի երաժշտական օրագրերը։ Այսօր հուլիսի 11-ին իմ զրուցակիցն է Ֆրանցիսկո Վիլյան, միջազգային ճանաչմամբ թավջութակահար, երաժիշտ, որ հայտնի է իր արտահայտիչ կատարմամբ եւ բարձր վարպետությամբ։ Ողջույն Ֆրանցիսկո։ Hello. Ֆրանցիսկո, խնդրում եմ պատմեք, թե ինչ է սպասվում մեզ այսօր երեկոյան։ Well, tonight I'll be involved in one of the Այսօր երեկոյան ես լինելու եմ ներգրաված մի հիանալի օկտետի մեջ։ Օկտետ նշանակում է մի երաժշտություն, որտեղ նվագում են 8 երաժիշտներ։ Մենդելսոնի օկտետն է դա լինելու, եթե չեմ սխալվում, նա այն գրել է 19 տարեկանում։ It's a very exciting piece of music and I think everybody will love it. Խոսենք Կապանից ձեր տպավորություններից, արդեն երկրորդ անգամ եք այս քաղաքում եւ հասցրել եք սիրել եւ մտերմանալ այս քաղաքի հետ ու ինչ տպավորություններով եք այս տարի հեռանալու։ Such a fun time at the festival. Շատ եմ սիրում Կապանը, մանավանդ ֆեստի շրջանակներում, ինձ շատ հաճելի է այստեղ, շատ մեծ ընկերներ եմ, շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել եւ այլն։ Իսկ հայկական խոհանոցից ինչ որ բաներ արդեն փորձել եք, եթե հա, ինչ եք փորձել եւ Have you tried anything? Oh yes, I've tried. Այստեղ ամեն օր փորձում ենք միայն հայկական ուտելիքներ, կերակուրներ, ամենաշատը հավանել է քյաբաբը։ Եկեք խոսենք նաև մարդկանց մասին։ Ես լսել եմ, որ բավականին ջերմ են ընդունում կապանցիները Կապան ֆեստի երաժիշտներին, արդյոք այդ ջերմությունը դուք ձեր վրա զգացել եք։ Yeah, the audience here is really passionate about the music. Հանդիսատեսը շատ ջերմ է վերաբերվում եւ շատ համբերատար լսում է բոլոր գործերը եւ շատ որոշակիորեն ունի վերաբերմունք երաժշտության նկատմամբ ու իսկապես դահլիճները միշտ լիքն են ամեն օր ու մինչև վերջ լսում են եւ շատ կրթված են եւ գիտեն որտեղ ծափարը որտեղ ոչ։ Կան հայերեն բառեր, որ այս տարիների ընթացքում արդեն հասցրել եք սովորել։ Like a brother, you know, or Barev. Sorry, I forget. Կարծում եմ հաջորդ տարի երբ արդեն նորից լինեք Կապան ֆեստին, ավելի շատ բառեր կսովորեք կամ կիմանաք արդեն։ Նույնպես հույս ունի, որ ինքը կսովորի ու սովե որ դառնալու է որոշ չափով հայ։ Շնորհակալություն Ֆրանցիսկո։ Սպասում ենք ձեզ այսօր երեկոյան երգեհոնային դահլիճում 20:00-ին։ Մի մոռացեք, որ մինչև հուլիսի 14-ը ամեն օր երգեհոնային դահլիճում լինում են ցերեկային համերգներ 12:00-ին եւ երեկոյան համերգներ 20:00-ին։ Սպասում ենք ձեզ սիրով։